Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի համոզմամբ ցանկացած պետության համար առաջնային անվտանգային երաշխիքը հենց բանակն է։ Երկրորդ կարևորագույն գործիքը, որի շնորհիվ պետությունը կարող է իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ապահովել, դա երկկողմ հարաբերություններն են տարբեր երկրների հետ ու պարտադիր չէ, որ այդ երկիրը բարձրագույն լիգայի խաղացող լինի։ Այսօր պետությունները անվտանգություն ստեղծելու համար չեն սահմանափակվում միայն բանակով։ Նրանք օգտվում են դիվանագիտական կապերից, դաշինքներից եւ ամենակարևորը միջազգային կառույցներից։ Պատմությունից կարելի է հիշել մի քանի հաջողված դեպքեր, երբ միջազգային կառույցներին հաջողվել է տարածաշրջաններում անվտանգություն ապահովել։ 2001-ին ՆԱՏՕ-ն առաջին անգամ կիրառեց 5-րդ հոդվածը, իր ամենակարևոր սկզբունքը՝ հարձակումը մեկի դեմ համարվում է հարձակում բոլորի դեմ։ Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո դաշինքի անդամները ԱՄՆ-ին օգնեցին հակաահաբեկչական պայքարում։ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ, բայց մասնակցում է ՆԱՏՕ-ի գործակցություն խաղաղության համար ծրագրերին։ Մեր զինվորականները, եթե ես չեմ սխալվում, խաղաղապահ առաքելություն են իրականացնում աշխարհի տարբեր վայրերում ու մասնավորապես Կոսովոյում, որը եւս ՆԱՏՕ-ի շրջանակներում է տեղի ունենում։ Մենք դեռ նախորդ իշխանությունների օրոք այդ համագործակցության ծրագրերի շրջանակներում մենք ունենք զինատեսակներ, որոնք արդիականացվում էին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում մեր որոշ զինվորականների կրկին, եթե ես չեմ սխալվում, հնարավորություն ունեն վերապատրաստվելու օգտվելով ՆԱՏՕ-ի ծրագրերից, բայց տեսեք, դա տեղի էր ունենում մի իրավիճակում, երբ որ Արցախը հայկական էր, Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ ակտիվ անդամ էր։ ՄԱԿ-ը եւս տարիներ շարունակ հանդես է եկել որպես աշխարհում խաղաղության պահպանման կարևորագույն օղակ։ 1999-ին Կոսովոյում կազմակերպության եւ ՆԱՏՕ-ի համատեղ առաքելությունը, ինչպես համոզված են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները, կանխեց լայնածավալ պատերազմը եւ նոր կոտորածները։ 2022-ի հունվարին Ղազախստանում սկսվեցին զանգվածային անկարգություններ, որոնց ժամանակ հարյուրավոր մարդիկ զոհվեցին։ Անվտանգությունը վերականգնելու նպատակով ՀԱՊԿ-ը առաջին անգամ գործնական միջամտություն իրականացրեց։ Զորախումբը մտավ Ղազախստան, վերահսկելու ռազմավարական օբյեկտները եւ օգնելու կարգուկանոն հաստատել։ Անդամ պետությունների շարքում ներառված էր նաեւ Հայաստանը։ Հայաստանը այդ ժամանակ ղեկավարում էր փաստացի ՀԱՊԿ-ը եւ պատմականորեն այնպես է ստացել, որ Նիկոլ Փաշինյանն է ուղարկել հաստատել ՀԱՊԿ զորքերը Ղազախստան ուղարկելու այդ որոշումը։ Դա ամենավառ ապացույցն էր նրա, որ որոշ հանգամանքներում ճիշտ քաղաքական մոտեցումների պարագայում ՀԱՊԿ-ը կարող է կարևոր գործիք հանդիսանալ երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ ներքին կայունությունը ապահովելու համար։ Սակայն քաղաքագետի խոսքով մտածել, թե միջազգային կառույցները կարող են որևէ պետության փոխարեն պատերազմել, վտանգավոր ինքնախաբեություն է։ Համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն 2025 միջազգային համաժողովին պետությունների անվտանգության կոնցեպտին անդրադարձավ նաեւ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։ Նրա խոսքով շատ պետություններ իրենց անվտանգությունը այլևս չեն ընկալում միայն իրենց աշխարհագրական սահմաններով պարփակված։ Գործնականում ավելի ու ավելի շատ են այդ պետությունները, որոնք իրենց տարածքային ամբողջականությունից դուրս են դնում իրենց անվտանգության կոնցեպտները։ Այս մասով Հայաստանն էլ անմասն չէ եւ փոփոխությունները այո մեր շուրջ շատ արագ են տեղի ունենում եւ կարծում եմ այդ փոփոխությունների եւ այն որ որոշված կանոնները այլևս չեն սպասարկում կամ կենսունակ չեն զարգացումները սպասարկելու, նաև տեխնոլոգիական առաջընթացով է պայմանավորված։ Այսօր պետությունների անվտանգությունը հիմնվում է ոչ միայն զինված ուժերի վրա, այլև դիվանագիտական հարաբերությունների, դաշինքների ու միջազգային կառույցների աջակցության, բայց փորձագետները շեշտում են, այս ամենը կարող է արդյունք տալ միայն այն դեպքում, երբ պետությունը ինքը կայուն է եւ պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը։ Լուսինե Հակոբյան, Րիոփն մեդիա։